Հարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրե ձեզ ապրիլ 24-ին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեզ կհրավիրե ձեռնարկաբերդ ապրիլ 27-ին։ Արմենիա միության փանավեճը Պուրկ Լևալանսի մեջ նվիրված 1 տարի ավելի շարունակվող ցեղասպանության։ Թիմադետրը այլևս չի վախնար Մոնտե Մելքոնյան անուն ասկանունեն։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարը սկսել է, ուր Հայաստանի Հանրապետության տարածքը կներկայացվի Արևմտյան Ադրբեջան։ Ինչու հայկական պարսաբանտակը այլ անուններով գոչելը թերևս կնշանակե ցեղասպանության աջակցություն։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստաընկերության։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրե մասնակցելու 2025 թվականի ապրիլի 24-ին հայերու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու ոգեգոճման արարողության միասին անցնելու եւ ծաղիկներ խոնարհելու անմար գրագի շուրջ։ Հավաքը տեղի կունենա ժամը 11:30-ին Համալիրիկից, ուր գլա Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը, որուն շուրջ հավաքվելով կսկսի երթը։ Հարկանքով Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը կհրավիրեն ձեզ ներկա գտնվելու հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Արարողությունը տեղի կունենա ձեռնարկաբերդի հուշահամալիրը 2025-ի ապրիլ 27-ին ժամը 12:30-ին նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո այն պետություններու նկատմամբ, որոնք ճանցեր են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայերու ցեղասպանությունը։ Ապրիլ 18-ին Պուրկ Լևալանսի ֆրանսահայ մշակութային Արմենիա միությունը կազմակերպեց փանավեճ կլոր սեղան նվիրված Օսմանյան գայսրության երիտ թուրքերու կառավարության կողմէ հայերու դեմ իրականացված ցեղասպանության։ Երեգոյի նյութներ հայեր 1915-ի ցեղասպանության են մինչև էթնիկ զդում Արցախի մեջ 2023-ին։ Ավելի քան 1 դար շարունակվող ցեղասպանություն։ Արմենիա միության նախագահը իր շնորհակալությունը հայտնեց ներկա հանդիսադեսին եւ հյուրերուն, որոնց մեջ կային Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Արմենական ցակում ունեցող Բասկալ Էյնարը ընթերցեց Աննիկ Ասոյի հեղինակած արդյունքի գրված Հայաստան 1915։ Ցեղասպանութենեն բրգվածներու վկայությունները կիրկեն հատվածը։ Գրիգոր Ամիրզայանը հիշեցուց Վալանսի մեջ կազմակերպված ցեղասպանության նվիրված միջոցառումները նախքան երգչուհի Աննա Իզմայելյանի հրավիրելը կատարելու Արցախի նվիրված երգ։ Արցախցի Աննա Իզմայելյանը, ով սեպտեմբերին ստիպված եղել է լքել հայրենի Ստեփանագերդը, երգեց իր հրաշալի ցայնով հմայելով ներկաներուն։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացուց առաջին անգամ շարք մծավալուն, փաստաթղթավորված եւ դասավորված իրավական նյութեր, որոնք հարաճիգա օրերուն կղրկվին միջազգային դատարան։ Այս փաստաթուղթերը, որոնք կազմված են շուրջ 20-ամյա համառ աշխատանքով, կներառեն հարյուրավոր վավերագրեր պաշտպանելու արևմտահայության եւ արցախահայության իրավունքները։ Ան ընդգծեց նաեւ Սևրի Դաշնակրի այսօր եւս արդիական ըլլալը։ Թադավորները կունենան ճշգրիտ դվյալներով ապահովված փաստաթուղթեր, որոնք կհաստատեն հայկական ժողովրդի իրավունքը։ Արմենակ Աբրահամյանը մանրամասն ներկայացուց կատարված աշխատանքը եւ աշխուժ մասնակցություն ունեցավ քննարկման, արժանանալով հանդիսադեսի բարձր քննադատականին։ Վերադառնալով Երեգոյի նյութին, Գրիգոր Ամիրզայանը նշեց. «Մեր հիշողության մեջ հավերժ կմնան Արևմտյան Հայաստանի 1915-ի հայ քաղաքականներու կարավաններու պատկերները, որոնք կտանեին մահվան ճամփաներով եւ ճամբարներով։ Սակայն 1 դար անց 2023-ի աշնան Արցախի մեջ իրականացված էթնիկ զտման նոր պատկերներ հիշեցուցին, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը դեռևս չէ ավարտած»։ Ան շարունակեց մատնանշելով, որ միջազգային դատապարտումները սակավ էին, իսկ Ադրբեջանը, որը ներխուժեց Արցախ, որևէ պատժամիջոց չգրեց։ Նույնիսկ Եվրոպական միությունը գրեթե լուր մնաց այս ոճրագործություններու հանդեպ։ Թուրքիան, որը առ այսօր չէ ջանցած 1915-ի իր կատարած ցեղասպանությունը, կանգնած է եղբայրական թուրքական ժողովրդի Ադրբեջանի կողքին, որը կշարունակե հայերու բնաճնճման ծրագիրը։ Երեք անիկա Արևմտյան Հայաստանն էր, Արևելյան Թուրքիայի տարածքը գտնվող հայկական լեռնաշխարհի գավառները։ Այսօր անիկա Արցախն է, որ արդեն վերացել է Քարտեզեն, իսկ այնտեղ հազարամյակներ ապրած հայ բնակչությունն ալ ոչնչացվեր կամ դեղահանվեր է։
Հանդիսադեսը միացայն հաստատեց այն համոզումը, որ հայերու ցեղասպանությունը, որը սկսել էր շատ ավելի առաջ, քան 1915 թվականը, թեր կշարունակվի։ Միաժամանակ ներկաները խոսեցան հայ ժողովրդի պայքարի եւ թիմադրության ուժի մասին։ Արցախի բռնակրավումեն եւ Հայաստանի թեմ շարունակվող սպառնալիքներեն հետո բանախոսները առաջարկեցին քայլեր ուղղված հայ ժողովրդի ինքնապաշտպանության կարողության ամրապնդման։ Անոնց մեկ մասը նաև իր անհանգստությունը արտահայտեց աշխարհի մեջ, հատկապես հարավային Կովկասի դարաձաշրջանի մեջ տիրող իրավիճակին վերաբերյալ։ Փանավեճեն հետո հանդիսադեսը կշարունակեր քննարկումները, համտեսելով միության կանանց պատրաստած հայկական զատկական խմորեղենը եւ ըմբելով ավանդական ըմբելիքներ։ Ասկային հերոս Մոնտե Մելքոնյանի անուն ասկանունը այլևս թիմադեդրը չար կելապագեր։ Այս մասին իր թիմադեդրի էջին մեջ հայտներ է այս հաջողության հասած մասնակիտությամբ ծրագրավորող Սամի Հայրաբեդյանը։ Մոնտե Մելքոնյանի անուն ասկանունը, պատմությունը եւ նկարները թիմադեդրի սև ցուցակեն հանելու համար դարված աշխատանքներու ընթացքին գործընծուցած եմ 4 թիմադեդրի, 2 Instagram-ի էջ, Սամի Հայրաբեդյան թիմադեդրի էջը եւ Հայրաբեդյան ստայլ էջը։ Բայց չեմ հուսահատած, չեմ գոդրված եւ հիմա ինչ ալելա կշարունակեմ։ Եթե կա այն բահը, երբ հասկնամ չստացվիր, ուրեմն ես տեղ չեմ ունենար այն ընկերության մեջ, ուր իմ պետության ու իմ հայրենիքի ազգային հերոսին չեն ընդունիր, հայտներ է Սամի Հայրաբեդյանը։ Ադրբեջանի հերոստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական հերոստանգերությունը ֆիլմաշարը սկսել է, ուր Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ կներկայացվի որպես Արևմտյան Ադրբեջան։ Այս մասին գրել է ադրբեջանակետ Տատևիկ Հայրաբեդյանը։ Ֆիլմաշարի առաջին մասին մեջ գրված է. հայերու թավաճանությունը Երևանի Փերթի տարածքը։ Գուզեմ ցույց տալ, թե որքան աշխուժեն խաղաղության կպատրաստվին թրացիները պետական մագարտակով ու վտանգավոր քարոզչությամբ, ի ցույց տնելով իրենց բռնակրավման ծրագրերը մեր պետության հանդեպ, որոնք կանխելի են խելացի ու գազմագերբված աշխատանքի բարակային միայն, գրել է ան։ Հայկական պարսավանդակը պարզապես աշխարհակրական տարածք չէ, այն հայ ժողովրդի բնորանն է, հազարամյակներու մշակույթի, քաղաքակրթության ու ինքնության հիմքը։ Սակայն այդ տարածքն այլ անուններով գոչելը, հատկապես Արևելյան Անադոլիա կամ Կովկաս, ավելի քան վնասակար փառախաղ է։ Արևելյան Անադոլիա փառագաբակցությունը կփոխարինի հայկական պարսավանդակի իրական անունը Արևմտյան Հայաստանը, չնչելով հայ ժողովրդի հազարամյա ներկայությունը, որը կնախորդե թրքական ներխուժումներուն։ Հայկական հողերը այլ անուններով ներկայացնելը կնշանակի ընդունել, թե հայերը երբեք այնտեղ չեն եղած, այդպես էլ արդարացնելով անոնց բռնի դեղահանումն ու ոչնչացումը։ Հայերը հայկական պարսավանդակի բնիկներն են, երբ այդ տարածքը կգոչվի Անադոլիա կամ ընդառնացված Կովկաս, կխաթարե հայերու բնիկ կարգավիճակը։ Երբ հողը կգործընծնե իր իրական անունը, կդժվարանա ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ իսպար կմարի զոհերու պատմական հայրենիքի հիշողությունը։ Եթե տարածքը կգոչվի ոչ հայկական անունով, ապա գաղտնի կերպով կժխտվի հայերու վերադարձի իրավունքը, իսկ արտարությունը կմերժվի։ Հայկական պարսավանդակը Արևելյան Անադոլիա չէ, այն ոչ մեկ կերպ կարելի է վերանվանել կամ վերաբնութագրել որպես պարզապես Կովկաս։ Այդ տարածքը Արևմտյան Հայաստանն է։ Խոսքի, քարտեզի կամ պատմական աղավաղման միջոցով այդ ճշմարտության ժխտումը ցեղասպանության շարունակությունն է լրության ու խեղաթյուրման միջոցով։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակի իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր, անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի գերբով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։